Մի մազ ու փոքրիկ տարայով թուք է ուզում Տեր Արամը կամ Ստեփան Ասատրյանը կաթողիկոսից, որ համոզվի, ճիշտ են փաստերը Գարեգին II զավակներ ունենալու մասին։ Դրա մասին շատ-շատերն են խոսել, որ ունեցել է կին, զավակ կամ զավակներ։ Բոլոր այն մարդիկ, ովքեր սրա մասին բարձրաձայնել են եւ եղել են հոգեվորական, ու ասեմ լավ հոգեվորական, բոլորը կարգալույծ են արվել։ Իսկ սա լուծում եւ ճանապարհը չէ, երբ որ քո մասին որևէ մեկը մի վատ բան է խոսում, ուղղակի այդ մարդուն վերացնես, ուղղակի այդ մարդուն հեռացնես։ Փաստեր ամեն դեպքում ունի, թե որտեղից չի ասում, եկեղեցում խնդիր է տեսել խոսել դրա մասին ու կարգալույծ արվել։ Պայմանների իմացման հետ կապված շատ տեղեկություններ ձեզ չեմ կարող հաղորդել, բայց այն տեղեկությունները, որ ունեցել եմ, ճշգրտված է, այո, ունի կին եւ երեխա կամ երեխաներ, եւ ես կուզենամ, որ հենց ինքը սրա մասին խոսի եւ արտահայտվի։ Տեսեք, ինձ ասում են քո մատուցած պատարագը սրբապղծություն է, այդ տրամաբանության մեջ եթե նայելու լինենք, արդեն ամենակիչը 20 տարի եկեղեցու մեջ սրբապղծություն է տեղի ունենում։ Իսկ փաստեր կան, որ կաթողիկոսը չի ապաշխարել, ասում է չի տեսել։ Գիտեք, ապաշխարության համար նաեւ գործեր են պետք ցուցադրվող, տեսանելի, երբ որ լսում ենք, որ մեկը ապաշխարում է, ապաշխարել նշանակում է մտքի փոփոխություն ունենալ։ Ես արդեն 2009 թվականից այս եկեղեցու մեջ եմ եւ իր ընթացքի մեջ առհասարակ ապաշխարություն չեմ տեսնում։ Իսկ դա ցուցադրական գործողություն է, թե պարզապես կոմունիկացիա։ Հակոբոս Առաքյալը խոսելով հավատի մասին ասում է հավատն առանց գործերի մեռած է։ Հենց այն շտապողականությունը, որ իրենք ցուցաբերեցին ու իսկ կարգալույծ արեցին, սա առհասարակ ապաշխարության մասին չի խոսում, չի վկայում, չի փաստում։ Արագածոտնի թեմից եւս փորձեցինք մեկնաբանություն ստանալ։ Այս պահին ավելացնելու բան չունեն, դիրքորոշումը նույնն է։ Հովանավանքում եղածը պատարագ չի կարելի համարել։ Թեմի քահանաներից մեկից փորձեցինք նաեւ երևույթի մասին ճշտել, ինչպես է լինում ապաշխարությունը։ Պատասխանեցին, որ պատարագի սկզբում բոլորն են ապաշխարում, նույնիսկ շատ ծանր մեղքեր գործածները։ Դրանք տեսանելի չեն։ Բայց հոգեվորականներին հորդորում եմ ունենալ մի փոքր եղբայրասիրություն, եւ եթե գիտեն, որ իր եղբոր նկատմամբ, իրենց եղբոր նկատմամբ անարդարություն է գործվում, այս իմաստով նրանց ուրեմն հովանավանք այցելությունը այդ անարդարության ջրաղացին ջուր լցնել եմ համարում։ Հարցը իրենց գալ գնալը չէ, հարցը այն բոլոր խնդիրներն են, որ բարձրաձայնվել է իմ կողմից եւ հետևանքը եղել է այն, որ ես պետքա հովանավանքում չմնայի։ Իսկ իմ չմնալու ուրեմն օգնող միջոցները եղել են այդ հոգեվորականների այստեղ գտնվելը։ Եվ քանի որ անարդարություն էր գործվել, այդ իսկ պատճառով ես արգելել եմ նրանց մուտքը հովանավանք։ Այնքան ժամանակ, մինչև այս հարցը կկարգավորվի։ Եկող կիրակի էլ պատարագ կլինի Հովանավանքում։ Պատարագի ընթացքում սպասավորների մասին էլ է խոսել Տեր Արամը կամ Ստեփանը, ասում է պարտադիր չէ օծյալներ լինեն, պարտադիր է, որ հոգևոր մարդիկ լինեն։ Մայրաթոր նորերս է անդրադարձել թեմային։ Հարկ ենք համարում արձանագրել, որ իշխանությունների հովանավորմամբ Հովանավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք եւ անվավեր են, իսկ Հովանավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։ Փաշինյանը, որ կիրակի էլի Հովանավանք կգնա, այսօր արձագանքել է Մայրաթորի հայտարարությանը։ Հովանավանքի մեր աղոթքները կտրիչ Ներսիսյանը պաշտոնական հաղորդագրությամբ համարել է պղծություն։ Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել եւ երեխա որոշ տեղեկություններով երեխաներ ունի եւ այլն եւ այդպես շարունակ չասեն։ Տեր Վրդանես Քահանա Բաղալյանն էլ քաղաքական շոու է անվանում կիրակի կայանալիքը։ Այն, որ ինքը երազում էր, շոու պատարագից էր խոսում, ֆեյք քահանաներից էր խոսում։ Ինքը ստեղծել է հենց այդ միջավայրը՝ շոու, քաղաքական շոու, նախընտրական շոու։ Եկեղեցին առևտրի հարթակ դարձնելու մասին է խոսում Փաշինյանը, ավելի վաղ ասում էր նաև, որ կառույցում KGB գործակալներ կան։ Քրեական օրենքով թե գործակալությունը, թե ապօրինի առևտուրը պատժելի են, բայց ոչ վարույթներ կան, ոչ հրապարակված փաստեր, ոչ էլ հերքումներ։ Կիրակի պատարագ կլինի նաև Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոսի օծման եւ գահակալության 26-րդ տարեդարձի առիթով կկատարվի հայրապետական մաղթանք ու հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի Սկևրայի Սուրբ Մասունքների տուփը։ Սիմոն Հովանիսյան, Ստեփան Տիգրանյան, Free Open Media։